քաղաքական հոսանքները կգան եւ կգնան։ Գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է կործանման տանել մեզ։ Մենք ենք մեր տունը կառուցելու, մենք ենք մեր երկիրը շենացնելու։ Մենք եթե չարեցինք, ոչ ոք մեր փոխարեն չի անելու։ Սա պիտի լինի մեր դևիզը։ Եվ մեր դևիզը պիտի լինի հետեւյալը. ավելի լավ է մեկ մոմ վառել, քան թե անընդհատ բողոքել խավարից։ Անընդհատ խավարից բողոքելուց առաջ յուրաքանչյուրից թող մտածի, իսկ ինքը այդ մեկ մոմը վառել իր հայրենիքի համար թե ոչ։ Ավելի լավ է սովորել ապրել, սովորել կառավարել, քան թե սովորել լաց լինել։ Վերջ տանք լաց լինելուն, վերջ տանք լացուկոցին, ավելի հանդուրժողական լինենք իրար նկատմամբ, եթե գոնե չենք կարող սիրել։ Եթե մեր համաշխարհային, համազգային դիմադրողականությունը փոքր լինի, Աստված գիտի դեռ ինչեր կարող են լինել։ Եվ հակառակը, եթե մենք մեր դիմադրողականությունը մեծացնենք եւ միասնական լինենք, մենք անկասկած 21-րդ դարին մտնելու հաղթանակած, կառուցիկ եւ ապագայի մեծ հեռանկար ունեցող ժողովուրդ։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Թե այսուհետ ինչ է սպասվում մեզ, մեր պետականությանը, մեր ժողովրդին, թարք ու պատիվ օգնողներին շնորհակալ ենք, բայց մեզանից է կախված։ Եվ տա Աստված, որ հետո ինքներս մեզ չմեղադրենք։ Հայ վերջին խելքի մասին ասացի։ Դա Աստված, որ հայ վերջին խելքը մեզ հետո պետք չգա։ Ես ցանկանում եմ բոլոր հայերին աշխարհի բոլոր ծայրերում լավատեսություն, սեր դեպի հայրենիքը, ըմբռնում, որ այդ հայրենիքը բոլորիս հայրենիքն է, որ առանց հզոր ամուր Հայաստանի շատ դժվար լինելու ապրել հայության աշխարհի ցանկացած ծայրում ամենաշքեղության մեջ անգամ այդ հայրենիքը իրենց կարիքն ունի, իրենք հայրենիքի կարիքն ունեն, որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արտնացում, այսպես ցնցում։ Եթե ցնցում մենք պիտի անենք դարձյալ